Նորությունը ամեն ինչն էլ Տարբերում եք բոլոր զենքերը։ համարյա, հա։ Կարելի ասել ջանս փշակ, պետք չի ասել, բոլորն է պաշտպանական միջոցներ են։ Ահռելի տեխնիկայից sense բան չեմ տեսել ես։ Հիմա եթե խաղաղություն կա, խաղաղությունը հաստատված է, զենքերը ինչի համար։ Խաղաղության համար է, որ ռիսկ չանեն անգամ մոտ գան մեր սահմաններին։ Ով պետք է փորձի օրինակ։ Ումից եք մտահոգություններ կան։ Ադրբեջանից։ Հիմնականը հա։ Փաշինյանն ասում է Ադրբեջանի հետ պետք է բարեկամանանք, եղբայրանանք։ Գիտեք ինչ, ասացվածք ունենք, ասում է վստահիր, բայց չգիտեմ, փայտը ձեռքդ մի գցիր, չեմ ուզում ավելի կոպիտ բանով արտահայտվեմ, այդպես է խաղաղությունը լինում, պետք է պաշտպանվես լավ, որպեսզի խաղաղ լինես, անվտանգ լինես։ Առանց Արցախի հետ խաղաղությունը կա, լիարժեք է։ Եկեք այդ թեմայով ես խնդրում եմ ձեզ մեզ նման հարցեր մի տվեք, դա շատ բարդ եւ ցավոտ հարց է։ Նույնիսկ գերտերությունները այդ հարցով զբաղվում էին։ Մենակ Փաշինյանի համար Արցախի էջը փակված է, ասում է, երբ խոսում եք Արցախի մասին, խաղաղության սպառնալիք է։ Ես խնդրեցի, որ մեզ նման հարցեր չտաք, շատ բարդ հարց է։ Գերտերության մասին ինչ կասեք պաշտպանության բանակի։ Շատ լավն էր, ավելի գեղեցիկ էր, անգամ խաչի մասին, որ բոլորը բողոքում էին խաչ չկա, խաչը հենց ցայտուն երևում էր այդ զինանշանի վրա։ Եվ մասնատված չէր մեր դրոշը։ Ամենակարևորը մասնատված չէր, հինս կտրտած չգիտեմ ինչ էր արած։ Այսօր առաջին հանրապետության օրն է, հանրապետության տոնն է, Սարդարապատում ամեն տարի գործող իշխանությունը այցելում է, միջոցառումներ են կազմակերպում, իրենց հարգանքի տուրքն են մատուցում եւ այս տարի առաջին դեպքն էր, որ գործող իշխանությունը չի եղել Սարդարապատի հուշահամալիրում։ Ես չեմ կարող ոչ մի բան մեկնաբանել ասել, ճիշտն ասած այսօր ինձ համար աշխատանքային օր էր, բայց այն սկզբից մինչև վերջ անպայման գնացի, մի հատ էլ հետ եմ գնալու, մի հատ նորից տեսնեմ։ Շնորհակալություն կներեք ինձ։